Ծննդոց գլուխ 38 Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով Ոդոմացի մի մարդու մոտ։ Հուդան տեսավ Շավա անունով մի քանանացու աղջկա, առավ նրան և մտավ նրա մոտ։ Սա հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Էր։ Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Օնան։ Եվ նորից մի որդի ծնեց և անունը Սելոն դրեց։ Նրան ծնելիս Հուդան Քեզիբում էր։ Հուդան իր առաջնեկ տղայի Էրի համար կին առավ, անունը Թամար։ Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։ Հուդան ասաց Օնանին. «Մտիր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարիր նրա համար և սերունդ հանիր քո եղբոր համար»։ Օնանը հասկացավ, որ սերունդն իրենը չի լինելու։ Դրա համար, երբ մտնում էր իր եղբոր կնոջ մոտ, սերմը գետնին էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը։ Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։ Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի, նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա, որովհետև ասաց, միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։ Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը, Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ Ոդոմացի Իրասի հետ գնաց Թամնա իր ոչխարները խուզողների մոտ։ Եվ հայտնեցին Թամարին ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա իր ոչխարները խուզելու»։ Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին, որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։ Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։ Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թույլ տուր մտնեմ քեզ մոտ», որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ինչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։ Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։ Հուդան ասաց. «Ինչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ, և նա հղիացավ նրանից։ Թամարը վեր կացավ, գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։ Հուդան ուլն ուղարկեց իր Ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։ Եվ այնտեղի մարդկանց հարցրեց ասելով. «Ուր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։ Վերադառնալով Հուդայի մոտ նա ասաց. «Չգտա նրան»։ Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։ Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։ 3 ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով։ Այդ ժամանակ Հուդան ասաց. «Դուրս հանեք նրան, նա պետք է այրվի»։ Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց ասելով. «Ես այս բաների Տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչիր, թե ումն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։ Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։ Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։ Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքը կարմիր թել կապեց, ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչու պատռեցիր ցանկը, պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։ Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։